Արտադրություն հրաշք բաներ եք արտադրում։ Այս բանից չկա, այսպես բանից չկա։ Մենք գտնվում ենք Աշոտսկի տարածաշրջանի Մուսայելյանի պանրագործարանում։ Պանրագործարանը հիմնականում արտադրում է հայկական պանիրներ եւ եվրոպական պանիրներ։ Արտադրում է պանիր հոլանդական, պանիր ռուսական, պանիր կովկասյան, պանիր լորի, պանիր չանախ, պանիր սուլուգունի ապխտած եւ սպիտակ վիճակում է գնում, արտադրում է թել պանիր եւ օգտագործում են պատրաստում են նաեւ կատնաշոր, տվարок։ Շվեյցարական պանիր հիմնականում արտադրում են հունիս ամիսներին։ Հիմնականում գործանը կառուցվել է դեռ սովետական միության ժամանակ, հիմնականում նախատեսված եղել շվեյցարական պաների արտադրության համար, քանի որ գտնվում է Բարսադի լեռնային գոտիներում, Բարսադի դե պարզ է, Բարսադի լեռնային գոտիների կատի առանձնահատկությունը ուրիշ է եւ հիմա պատրաստում է տեղական հայկական պաներները, որ ունի շատ յուրահատուկ նկարագիր, ունի յուրահատուկ համ եւ որակ։ Գործարանը հագեցված է, նախատեսված է 25-ից 30 տոննա կաթ մշակելու համար, ինքը ապահովված է տեխնիկապես ապահովված է ամեն ինչով, տեխնիկապես ժամանակակից գործարան է։ Կաթը հիմնականից ընդունվում է Աշոտսկի տարածաշրջանից, հիմնականից կաթը գալիս է արոդներից, սարերի անմիջական կաթն է, տեղում այդ կաթը ստուգվում է, կատարվում է յուղի, տեսակարար կշռի, բակտերիաների որոշում, մաքրություն, այնուհետև այդ կաթը ուղարկվում է դեպի վաննաները։ Գործարանը նախատեսված է հայկական պանիրների համար, ես ընդհանրապես շեշտեցի հայկական պանիրների մեջ չկա ոչ մի հավելում։ Հայկական պանիրները նախատեսված են բարձր որակի կաթից, որը այդ գործարանը նախատեսված է հատուկ պատրաստված է բարձր լեռնային շրջանների համար, կաթի մեջ չի օգտագործում ոչ մի հավելումներ։ Չէ, հիմնականում ժողովուրդը շատ են պատրաստում փոշի կաթից, օգտագործում են պալմովի յուղ, բայց այս գործարանը նախատեսված չէ, այս գործարանը նախատեսված է միայն արոդավայրերից կաթ ընդունելու համար, այս կաթի արտադրանքը, այս գործարանի արտադրանքը, կաթի որակը նախատեսված է միայն հայկական բարձր որակով պանիրներ պատրաստելու համար։ Պանիրը վաննայի միջից լցվում է այստեղ, մամրում է տալիս 25-ից 30 րոպե։ Դրանից հետո կտրտում է, ավտոմատ ինքը դուրս կուկա, չափսերով կտրե, դուրս կուտա, կցենքը կաղբարների մեջ, ֆորմաների մեջը։ 6-ից 8 ժամ կմնա այստեղ, 5-ից 6 անգամ շուրջ կուտանք, դրանից հետո աղաջուր։ Մենք ստեղ աղաջրային պահեստում ենք, պանիրը գտնվում է աղաջրի մեջ, պահվում է ըստ պաների տեսականի, պահվում է 8-ից 10 օր աղաջրի մեջ, աղաջրից հետո գնում է արդեն փաթեթավորում։ Մենք գտնվում ենք պահեստում, սառնարանում, որտեղ պանիրները պահում են նայած ըստ կարգի 2-ից 3 ամիս իր հասունացման ժամանակահատվածում։ Այնուհետև հասունացմանից հետո գնում է վաճառքի պանիրները։ Պանիրը մատակարարում է տեղական շուկաներ, հիմնականում Երևան, Գյումրի, Վանաձորներ։ Բնական մաքուր նատուրալնի կաթից ուրիշ ոչ մի բան։ Շնորհակալ ենք, անչափ շնորհակալ ենք։ Իսկապես ես այս պանիր չէի ճաշակել։ Այսպես պանիր չկա։ Չկա, այո։ Առաջինը Հայաստանում։